Պարոն Պողոսյան, ներսում թեժեր դատավարության ընթացքում կխնդրեմ մի քիչ մեկնաբանեք ինչ տեղի ունեցավ եւ ի վերջո ինչ որոշվեց։ Ուրեմն իրոք ներսում թեժեր ինչի համար, որովհետեւ ով բողոքագրել է մեր վրա Արմեն Հարությունյանը, եկել էր նրա նախկին կինը Ռիմա Սարգսյանը, որ հայտարարություն աներ։ Այսինքն իրականությունը հայտարարեր, թեպետ արդեն մեզի ասել է, որ ոնց են մեզի բռնել։ Այսինքն Արմեն Հարությունյանը իր 3 ընկերների հետ, որոնք որ աշխատում են համակարգում, ազգային անվտանգությունում, 3 օր քննարկել են, թե ինչ խումբ բռնեն, որ պաշտոն ստանան։ Վերջում որոշել են, չգիտեմ խի, որ մեզի բռնեն։ Այսինքն իրանց համար կապ չի ունեցել ում բռնեն։ Իրանց համար կապը ունեցել ինչ որ մի հատ խումբ բռնեն եւ պաշտոն ստանան։ Եվ մեզի բռնելուց հետո ստացել են պաշտոն 1 շաբաթ կամ 10 օր հետո, իբր իրանք բռնել ինչ որ մատ հանցավորում, իբր մեզի բռնել են, մենք վարչապետին փորձսպանություն կամ իր աթոռի գրավում, ես ընդհանրապես տեղյակ չեմ, ես շատ կուզենա, որ մեր երկրի վարչապետը լսի, որ խումբ են բռնել ապօրինի իրաց պաշտոնի համար։ Ինձ թվում է, ինձ չի թվում, որ ընդհանրապես վարչապետն տեղյակ չի, որ ուղղակի փողոցից մարդիկ են բռնում, իբր խումբ են բռնել, որ պիտի հեղաշրջեն, իբր, որ պաշտոն ստանան։ Եվ վարչապետը դրան հավատալով մարդկանց պաշտոն է տալիս։ Ու ինչ չի թվում, տենց էլ կա, իշքան շատ խմբեր կան տենց հիմա կալանավորված, որ էլի պաշտոնի համար, մարդիկ պաշտոն են ստանում, ապօրինի մարդկանց բռնելով։ Այսինքն շատ խմբեր ունենք հիմա կալանավայրերում, որ ուղղակի բռնված են, որ մարդիկ պաշտոններ ստանան։ Ես կուզեմ, որ շատ բարձր կարգով սա հրապարակվի, հանրային դառնա, որ մարդիկ բոլորը լսեն, բոլորը տեղյակ լինեն, որ այսօր մարդը եկել է, որ բարձրած ձայնի դատարանում ասի ամեն ինչ Այսինքն եկել է ցուցմունք փոխելու։ Եկել է ոչ թե ցուցմունք փոխելու, Արմեն Հարությունյանի կինը եկել է, որ այն ժամանակ ապրել Արմեն Հարությունյանի հետ, ամեն ինչից տեղյակ է, այդ ովքեր որ եկել են, որ ինչ որ մի հատ խումբ բռնեն Արմեն Հարությունյանի օգնությամբ, դե իրաց մարդն է Արմեն Հարությունյանը, որոշել են 3 օր Արմեն Հարությունյանը ստան մեջ, թե ում պիտի բռնեն, վերջում որոշել են, չգիտեմ խի, որ մեզի բռնեն։ Ու դա է։ Իսկ այսօր Արմեն Հարությունյանի կինը եկել է, որ դա հայտարարի, ասում են դրա ժամանակը չի։ Գիտեք, դրա ժամանակը չի, ինչի համար են ասում։ Ընդհանրապես ամեն ինչի ժամանակն է։ Ժամանակը չի նրա համար, որ սա կտանեն Արմեն Հարությունյանի նախկին կնոջը վերբովկա կանեն նորից, ու էլ երբեք չի գա ոչ մի ցուցմունք չի տա։ Դա բոլորս էլ հայտնի տեղյակ ենք, որ տես բաներ լինում է։ Ու ասեմ, որ կալանավայրերում բոլորը 96%-ը ապօրինի կալանավորված են։ Ու սրա վերջի երբ է գալու, ինչ ալնելու, ես չգիտեմ։ Ես արդեն լսել եմ Արմեն Հարությունյանի կնոջը, ես արդեն իրան հարցնելով օրենքից դուրս ոչինչ չեմ արել։ Տեսա ձայնագրել եմ, բոլորից տեղյակ եմ, արդեն ուղարկել ենք մենք այդ ֆլեշկեքը Եվրոպա եւ մնացած համապատասխան տեղերը, որ արդեն այդ գործը սկսեն քննարկել։ Ուղղակի մենք փորձեցինք, որ դատավորներ լսի, դատախազներ լսի, բայց ոնց հասկացանք, դա իրանց հիմա պետք չէր։ Պետք չէր, բոլորս էլ հասկանում ենք ինչի համար պետք չէր։ Շնորհակալություն։